Այսօր ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը վարույթ ընդունեց լրագրող Լիլիթ Լալայանի դիմումը լրագրողը դիմել էր հանձնաժողովին քննարկելու 2 Բարգավաճ Հայաստան կուսակցության և 5 հանրապետական պատգամավորների պահվածքը։ 7 պատգամավորներն են Արշակ Մխիթարյանը, Բազմասեր Առաքելյանը, հանրապետականներ Համլետ Հարությունյանը, Առաքել Մովսիսյանը, Սեյրան Սարոյանը, Սպարտակ Մելիքյանը և Կարեն Սարիբեկյանը։ Լրագրողն արձանագրել է, թե ինչպես են պատգամավորները քվեարկության ժամանակ միմյանց փոխարեն քվեարկում։ Հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը նշեց, որ փաստերը ներկայացված են, հանձնաժողովը որևէ հիմք չունի մերժելու դիմումը։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում ամրագրված է, որ պատգամավորը քվեարկում է ինքնուրույն։ Խախտում է թե չէ, դա պետք է որոշի հանձնաժողովը եւ հանձնաժողովի եզրակացությունը եւ որոշումը կհրապարակվի արդեն։ Այս տարի ազգային ժողովի կանոնակարգ օրենքի փոփոխություն տեղի կունենա, ինչը Վահան Բաբայանի խոսքով ազգային ժողովի նախագահին հնարավորություն կտա էթիկայի հանձնաժողովի որոշումները կիրառելու։ Այսինքն ոչ թե դա լինի ազգային ժողովի նախագահի իրավունքը պատժել կամ չպատժել կամ որոշակի ինչ-որ բաներ անել, այլ հիմնականում դա օրենքով նախատեսված լինի, որ կետերի համար ինչպիսի սանկցիաներ են նախատեսվելու պատգամավորներին պատասխանատվության ենթարկելու։ Այսինքն կարգապահական պատասխանատվության մասին է խոսքը գնում, դա հիմնականում կարծում եմ ավելի կզգոնացնի եւ կարգավորի այս ոլորտը, որովհետեւ մենք տեսնում ենք, որ իհարկե ցավալի է, երբ լսում ես, որ պատգամավորները շատերը կարող են ասել, որ դե էթիկայի հանձնաժողովը արձանագրեց, որ մենք խախտում ենք արել, բայց ինչ է փոխվելու դրանից։ Եվ իրենք ճիշտ են, որտեվ այս պայմանությամբ էթիկայի հանձնաժողովը բացի արձանագրելուց որևէ այլ լիազորություն չունի։ Էթիկայի հանձնաժողովի նախագահը փաստում է, այս խնդիրը միշտ եղել է ազգային ժողովում, բայց էթիկայի հանձնաժողովը երբևէ նման որոշումներ չի կայացրել այս փաստի կապակցությամբ։ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի անդամ հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի խոսքով նախկինում էլ նման դեպքեր արձանագրվել են, նա նույնպես առաջարկում է խնդիրը արտացոլել ազգային ժողովի կանոնակարգում։ Կարող է լինել նման դեպք, ենթադրենք, որը էապես ազդի քվեարկության արդյունքների վրա։ Այսինքն, եթե նրանք չքվեարկեն մեկ ուրիշի փոխարեն, կարող է պատահի արդյունքները բոլորին այլ լինեն։ Հնարավոր է, իհարկե հնարավոր է։ Կարող է նման դեպք լինի, որը էապես չի ազդում։ Այսինքն, ես կարծում եմ, որ մենք պետք է ընդհանրապես խոսենք էթիկայի կանոնները նույնպես, ուրեմն ազգային ժողովում կանոնակարգի պահանջների կատարման խախտման մեջ այդ հոդվածի տակ պետք է ընդգրկենք եւ դրանով իսկ կախված մի քանի պայմաններից, սահմանենք սանկցիաներ։ Օրինակ, ասենք ազգային ժողովի նախագահ հրապարակի այն պատգամավորները, որոնք ենթադրենք սա մի դեպք չէ, քվեարկել են։ Ասենք թե կարող է ընդཐུպ ենթադրենք, եթե դա ուղղակի ազդեցություն ունեցել քվեարկության արդյունքների վրա, զրկել նրանց 1 կամ 2 անգամ քվեարկության։ Այսինքն մենք փորձենք դրան տալ սիստեմավորված, համակարգված մոտեցում ձևավորել եւ դրան տակ համակարգված նշանակություն։ Այս դեպքում շատերը կարող են նաեւ իրենց վարքագիծը իմաստավորել։ Քննարկումը կկայանա փետրվարի 1-ին։ Նույն օրը կքննարկվի նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումը հանրապետական խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի կողմից Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված էթիկայի նորմերը խախտելու, մասնավորապես Facebook-յան օգտատեր Գայանե Ժայնյանի հասցեին հնչեցրած բռնության և սպառնալիքի կոչերի և վիրավորական արտահայտությունների վերաբերյալ որոշում կայացնելու հարցով։ Սիրանուշ Պապյան, Վազգեն Համբարձումյան, Առաջին լրատվական։